այսօր պիտի տեսնենք երկրորդ թագավորաց 19-21 գլուխները։ Բավական երկար պատմությունն է հետևելու։ Գրնանք մեր աստվածաշնչերով հետևիլ։ Անցյալ անգամ տեսանք Դավիթ դրդմեցավ եւ անոր հիանալի սերը իր որդիին Աբիսողոմին։ Եվ երբ լուրը առավ, որ Աբիսողոմ մեռավ, անսաստիկ դրդմեցավ։ Նախ կգարձեմ, որ Դավիթ վստահ չէր Աբիսողոմի բրգութենեն, բայց նաեւ Դավիթ գիտակցեցավ, թե այս բոլոր բաները կվադահեին իր կործած մեղքին պատճառով։ Աստված ըսած էր իրեն, թե սուրը երբեք պիտի չհերանա իր դունեն, եւ այդպես ալ պատահեցավ։ Ես կտեսնեմ, որ այսուհետև Դավիթ կոդրված, վշտացած մարդ ուներ։ 19-րդ գլխում մեջ Դավիթի վիշտը այնքան մեծ էր, որ անոր զորավարը Հովաբ հանդիմանեց զինք, հիշեցնելով, որ Աբիսողոմ իր թշնամին էր եւ եթե հասներ Դավիթի, պիտի սպաններ զինք։ Անգե ետք Դավիթ գնաց Երուսաղեմի դրան մոտ եւ հայտնեց, որ ինք վերադարձավ իր գահը եւ ամեն բան սովորական կշարունակվի։ Եվ անոնք, որոնք անցած էին Աբիսողոմի գոմը, հիմա դարձան Դավիթի գոմը, վերադարձնելու թագավորը թեպի Երուսաղեմ։ Հետաքրքրական է, որ Սեմեի Սավուղի ընտանիքեն, որ անիծած էր Դավիթին, երբ Երուսաղեմեն կփախչեր, ան առաջինն էր, որ թիմավորեց Դավիթը։ Եվ ներողություն խնդրեց իր մե, եւ Դավիթ ներեց զինք։ Նաեւ Մեմփիփոստե մեծապես գնահատեց Դավիթին, ան չմիացավ ապստամբության, այլ մնաց Դավիթի գոմը եւ այդ ընթացքին ձոն բահեց եւ աղոթեց Դավիթի համար։ Գիտեք, հիանալի բան մնե այդպիսի ընկերներ ունենալը։ Հիմա սիրելիներ, եկեք անցնենք երկրորդ թագավորաց 20-րդ գլխում։ Հավանաբար կգարձեք, այս բոլորեն ետք դերը Դավիթին պիտի լքե, բայց այդպես չեղավ։ Սափեե անունով Բենյամինի ցեղեն մարդը ապստամբություն առաջնորդեց Դավիթի դեմ, բայց Հովաբ դադրեցուց ապստամբությունը։ Անը սպանեց նաև Ամեսային, որ պետք էր դադրեցնել ապստամբությունը, բայց չրավ, այլ Դավիթի դավաճանեց։ Այս շրջանը շատ աղետալի էր եւ հստակ էր, որ Դավիթի դունեն դժվարությունները պիտի չբացեին։ Ետքը երկրորդ թագավորաց 21-րդ գլխում մեջ 3 տարի սով եղավ։ Այս Աստծո թադավճիրն էր, որովհետև Սավուղ խախտեց Հեսուի ժամանակ կնքված պայմանակիրը, երբ կապավոնացիները խաբեցին Հեսուին, թե անոնք եկած են հերու երկրե, բայց իրականության մեջ դեղացիներն էին, որոնք կխնդրեին Հեսուի պաշտպանությունը։ Հետաքրքրականը այստեղ, սիրելիներ, որ Աստված չմոռացավ, ինչպես Սավուղ խախտեց այդ պայմանակիրը, եւ անոր ժողովուրդը պիտի չազատեին անգե։ Այդ օրերուն ասկիմը խոստումը զորավոր եւ աստեցիկ էր, եւ երբ անոնք պայմանակիր կամ ուխտ մգնքեին, կբահեին զայն։ Դավիթ ստիպվեցավ կավություն անել Սավուղի սերունդեն 7 մարդիկ հանձնելով կապավոնացիներուն, բայց ան խնայեց Հովնաթանի որդին Մեմփիփոստեն, Դավիթի եւ Հովնաթանի միջև ուխտին պատճառավ։ Սիրելիներ, 21-րդ գլուխը մեկ բան մը կբացահայտե, որ Աստված կդատաբարտե ազգերը։ Այս գլխում մեջ կտեսնենք Դավիթ շարունակական պատերազմ կմղե փղշտացիներուն հետ եւ Աստված հաղթություն կտա Իսրայելին։ Կտեսնենք 22-րդ համարին մեջ Դավիթ եւ անոր մարդիկը սպանեցին 4 մարդիկ, որոնք ծնած էին հսկա Գողիաթեն։ Սիրելիներ, մեզի համար մեծ դասեր կան այսօր այս սերդողութենեն։ Նկատեցիք Դավիթի վերապերմունքը Աստծո հանդիմանության ընթացքին։ Ան բնավ չկանգադեցավ եւ չաղաղագեց։ Սիրելիներ, Դավիթ կսիրեր Աստված եւ իր ցախող հավատքին յետին գար հավատքը, որ անխախտ էր, որովհետեւ Դավիթ Աստծո մարդն էր, Աստծո սրդին համեմատ մարդ։ Ամեն։